Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել ազգային անվտանգության խորհրդի լուծարման մասին օրենսդրական առաջարկ։ Կառավարության աշխատակազմից հայտնել են, որ օրինագծով նախատեսված է, որ ազգային անվտանգության խորհուրդը կվերածվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին եւ երկրի կառավարման խորհրդարանական մոդելին համապատասխան կառավարությունը ձեռնամուխ կլինի վերջինիս լիազորությունների կատարմանը։ Խորհրդարանի հավանությանն արժանանալու դեպքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման և համակարգման կանոնների մասին օրենքում։ Կառավարությունը մարմնի լուծարման համար կստեղծի հատուկ հանձնաժողով։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակաբո Ջորիշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ուայաթ Թոլքիի հետ։ Վրաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են Միացյալ Նահանգներ Վրաստան հարաբերությունները, համագործակցության հեռանկարներն ու տարածաշրջանում ընթացող գործընթացները։ Ընդգծվել է, որ Թբիլիսին Վաշինգտոնի կարևոր գործընկերն է։ Արտգործնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է վրացական կողմի պատրաստակամությունը վերականգնելու ռազմավարական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության մարտահրավերները։ Ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում։ Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրության համաձայն ԱՄՆ-ն շարունակում է վերանայել իր մոտեցումը Վրաստանի նկատմամբ ամերիկյան շահերն առաջ մղելու համար։ Միացյալ Նահանգները հստակ նշել է այն քայլերը, որոնք կարող է ձեռնարկել Վրաստանի կառավարությունը, ցույց տալու համար, որ լուրջ է տրամադրված ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների բարելավման հարցում։ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի եւ Իսրայելի միջև փոխադարձ հարվածների ֆոնին Վրաստանում ռադիացիոն ֆոնի բարձրացում չի արձանագրվել։ Նշվում է, որ Վրաստանի ռադիացիոն անվտանգության գործակալությունը ռադիացիոն ֆոնի շարունակական մոնիթորինգ է իրականացնում երկրի ողջ տարածքում։ Դիտարկումը պարզել է, որ Վրաստանի տարածք ռադիոակտիվ փոշի մուտք չի գործել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Քննարկվել են Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Էրդողանը տեղեկացրել է, որ շփումներ է ունեցել այլ երկրների ղեկավարների հետ Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ։ Թուրքիայի ղեկավարի խոսքով Անկարան պատրաստ է օժանդակող դեր խաղալ հակամարտության անհապաղ դադարեցման եւ միջուկային բանակցություններին վերադառնալու համար։ Էրդողանը նաեւ ընդգծել է, որ կարեւորում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը։ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի նախարարների կաբինետի նիստից հետո հայտարարել է, որ բանակցություններ է վարել համաշխարհային առաջնորդների եւ տարածաշրջանային երկրների ղեկավարների հետ, քննարկել Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը դադարեցնելու հարցը։ Օրեցօր ավելի պարզ է դառնում, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու պատրվակով ձեռնարկված հարձակումը իրականում շատ ընդգրկուն եւ նենգ նպատակներ ունի։ Ի սկզբանե մենք պնդում էինք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումը պետք է ընթանա բանակցությունների սեղանի շուրջ։ Էրդողանը դատապարտել է Իսրայելի քաղաքականությունը, նշել Թել Ավիվը փորձում է ընդլայնել ագրեսիան եւ խաթարել կայունությունը հարևան երկրներում։ Նրա խոսքով իր գործողություններով Իսրայելը վտանգում է իր իսկ գոյությունն ու բնակչության ապագան։ Վերջին իրադարձությունների լույսի ներքո մենք արտադրական պլաններ ենք կազմում միջին եւ մեծ հեռահարության հրթիռների մեր պաշարները մեր դեմ հնարավոր հարձակման զսպման համար անհրաժեշտ քանակի հասցնելու համար։ Էրդողանի խոսքով կառավարությունը փորձում է Թուրքիան զերծ պահել տարածաշրջանում ճգնաժամերի բացասական հետևանքներից։ Թուրքիայի նախագահի գրասենյակի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեդդին Ալթունն էլ դատապարտել է Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության շենքի վրա հարձակումը։ Նրա խոսքով լրագրողների եւ մեդիա ներկայացուցիչների դեմ հարձակումը բարբարոսություն է եւ չունի որևէ իրավական հիմնավորում։
Իսրայելը եւ Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները։ Իսրայելական ուժերը հարվածել են Թեհրանին, Թավրիզին, Բանդար Աբասին, Սպահանին եւ այլ բնակավայրերի, կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում Կարմիր մահիկի աշխատակիցների շրջանում։ Իրանի պետական հեռուստաընկերության շենքի թիրախավորման հետևանքով աշխատակիցներ են զոհվել եւ վիրավորվել։ Իսրայելը հայտնել է Իսլամական Հանրապետության հրթիռային ենթակառուցվածքին, ռազմական օբյեկտներին հարվածելու, ինչպես նաեւ F-14 կործանիչներ խոցելու մասին։ Տվյալով սպանվել է Իրանի գլխավոր շտաբի նոր ղեկավարը, որն այդ պաշտոնում նշանակվել էր հունիսի 13-ին Իսրայելի կողմից գլխավոր շտաբի նախկին ղեկավար Մոհամմադ Բաղերի սպանությունից հետո։ Թեհրանը չի հաստատել այս տեղեկությունը։ Իրանն էլ հարվածել է Թել Ավիվին, Հայֆային եւ այլ տարածքների։ Հայֆայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Կողմերը նշել են, որ պատրաստվում են շարունակել ռազմական գործողությունները։ Կանադայում 7-ի խմբի գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Իսրայելի եւ Իրանի միջև վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարություն։ Երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք հաստատում ենք, որ Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանը, ընդգծում ենք նաև քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությունը։ Յոթնյակի ղեկավարները հերթական անգամ շեշտել են Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Նրանք Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման կոչ են արել։ 7-ի խմբի անդամները նաև պատրաստակամություն են հայտնել համակարգելու իրենց գործողությունները, այդ թվում էներգետիկ ռեսուրսների շուկայի կայունությունն ապահովելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Իրանի մայրաքաղաքից։ Իրանը պետք է ստորագրեր գործարքը, որը ես նրանց ասել էի ստորագրել, Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը։ Ինչպիսի խայտառակություն եւ մարդկային կյանքերի վատնում, պարզ ասած Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա նորից ու նորից կրկնեցի։ Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը վաղաժամ լքել էր Կանադայում ընթացող 7-ի խմբի գագաթնաժողովը։ Նա հայտարարել է, որ դա արել է ավելի լուրջ խնդրի պատճառով, քան Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարի ուղղությամբ աշխատանքն է։ Իսրայելի եւ Իրանի միջև զինված հակամարտությունը լուրջ հետևանքներ կունենա ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համար, ուստի հրեական պետությունը պետք է դադարեցնի հարվածները։ Այդ մասին նշված է արաբական եւ իսլամական 20 երկրի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հրատապ անհրաժեշտությունը։ Դիվանագետները նշել են, որ լարվածության աճը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Արաբական եւ Իսլամական երկրների արտգործնախարարները նշել են, որ Իսրայելի հարվածներն Իրանին խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Նրանք համերաշխություն են հայտնել Իրանի կառավարությանը եւ ժողովրդին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծիք է հայտնել, թե Իրանը ցանկանում է միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարել, բայց ձևական։ Ըստ Նեթանյահուի Թեհրանի նպատակն է դրանց ընթացքում իբր շարունակել միջուկային զենքի մշակումը։ Նրա խոսքով Իսրայելը դա թույլ չի տա։ Նեթանյահուն չի բացառել, որ իսրայելական ուժերի թիրախում կարող է հայտնվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Նրա խոսքով դա կավարտի հակամարտությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարն էլ կոչ է արել Դոնալդ Թրամփին ստիպել Իսրայելին կանգ առնել։ Աբբաս Արաղչին հավելել է, Իրանը չի սկսել այս պատերազմը եւ շահագրգռված չէ շարունակել արյունահեղությունը։ Սակայն մենք հպարտությամբ կպայքարենք մինչև վերջ, պաշտպանելու մեր հողը, ժողովրդին, արժանապատվությունը եւ մեր նվաճումները։ Իսրայելի հարձակումների նպատակն է խափանել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հնարավոր գործարքը։ Մենք շարժվում էինք այդ ուղղությամբ եւ ճիշտ ուղու վրա էինք։ Արաղչին նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը ցանկանում է ընդլայնել հակամարտությունը, դրա մեջ ներքաշելով Պարսից ծոցը եւ այլ երկրների։ Իսլամական Հանրապետության արտգործնախարարի խոսքով Թեհրանը դեմ է դրան։ Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունը եւ Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով առայժմ Իրանից տարհանվել է Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի։ Հաջիզադեն հիշեցրել է, որ արտգործնախարարությունը հանդես է եկել ուղերձով Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ տվել զերծ մնալ Իրան այցելություններից։ Միևնույն ժամանակ Իրան այցելող քաղաքացիներին խորհուրդ է տրվել առավելագույն զգոնություն
ցուցաբերել եւ խուսափել ռազմական ու միջուկային օբյեկտներին մոտ գտնվող շրջաններ այցելելուց։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ տեղեկություն են տարածել, որ Բաքուն դիմել է Իսրայելի իշխանություններին, կոչ անելով չհարվածել Իրանի այն բնակավայրերին, որտեղ բնակվում են ադրբեջանցիներ, ինչպես նաեւ զերծ մնալ քաղաքացիական ենթակառուցվածքների եւ խաղաղ բնակչության վրա հարձակումներից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանի նախագահ Աֆրիմ Գաշիին։ Կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Ընդգծվել է համագործակցության ընդլայնման մեծ ներուժի առկայությունը։ Քննարկվել են նաեւ քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներում հարաբերությունների հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել կապերի ամրապնդման գործում փոխայցելությունների նշանակությանը։ Պաշտոնական այցով Բելարուս է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նրան Մինսկի օդանավակայանում դիմավորել է Բելարուսի իր գործընկերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը եւ նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում դրա ակտիվացման ուղիները։ Բելարուսի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Մինսկի եւ Բաքվի համագործակցությունն առանձնանում է փոխվստահության բարձր մակարդակով։ Հասանովն էլ նշել է, որ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում երկու երկրի միջև ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաեւ միտված է այն խորացնելուն։ Վարդուհի Արությունյան, հարևաններ։